Թոփ 10 նյութերի ամփոփումը Եվրամեդիա 24-ի եթերում։ Հայաստանի ներքաղաքական դաշտում լարվածությունը նոր փուլ է մտնում, քանի որ ընդդիմադիր ուժերը պատրաստվում են հրապարակել իրենց միասնական թեկնածուին վարչապետի պաշտոնի համար։ Քաղաքական գործիչները նշում են, այս քայլը ուղղված է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ուժերի համախմբմանը։ Ընդդիմադիր դաշինքում ներգրաված են մի շարք կուսակցություններ եւ քաղաքական գործիչներ, որոնք քննադատում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության արտաքին եւ ներքին քաղաքականությունը։ Փորձագետների կարծիքով միասնական թեկնածուի առաջադրումը կարող է էականորեն փոխել ընտրական պայքարի տրամաբանությունը։ Քաղաքական վերլուծաբանները նշում են, սա կարող է դառնալ ընտրարշավի ամենաաղմկոտ փուլերից մեկը։ Մերձավոր արևելքով տարանցիկ չվերթների չեղարկման կամ հետաձգման պատճառով մի շարք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ դեռ գտնվում են Ասիայի տարբեր երկրներում։ Հնդկաստանում այժմ գտնվում է Հայաստանի 20 քաղաքացի, իսկ եւս 12 քաղաքացի Շրի Լանկայում։ Նրանց մի մասը նախատեսում է Հայաստան վերադառնալ ավելի ուշ։ Թայլանդում գտնվում է եւս 20 քաղաքացի, որոնցից 5-ն արդեն ունեն տոմսեր եւ առաջիկա օրերին կմեկնեն։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Անի Բադալյանի խոսքով դիվանագիտական ներկայացուցչությունները շարունակաբար աշխատում են քաղաքացիներին աջակցելու ուղղությամբ։ Սերբիայի Զրենյանին քաղաքում անցկացվող մինչև 23 տարեկանների հունահռոմեական ոճի իմշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է 1 ոսկե, 1 արծաթե եւ 1 բրոնզե մեդալ։ Արամայիս Հարությունյանը եզրափակչում 1-1 հաշվով հաղթել է հունգարացի Լասլո Դարաբոսին եւ դարձել Եվրոպայի չեմպիոն։ Սամվել Տերտերյանը եզրափակիչում նույն հաշվով պարտվել է ռուսաստանցի Դանիլ Գրիգորևին, նվաճելով արծաթե մեդալ։ Մանվել Խաչատրյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 9-0 հաշվով հաղթել է թուրք Սերչան Կեսգինին։ Սուրեն Աղաջանյանը եւս 3 հաղթանակով դուրս է եկել եզրափակիչ։ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում իրականացվելու է էլեկտրական շչակների փորձարկում։ Փորձարկումները նախատեսված են ժամը 10:00-ին քաղաքի մի շարք հասցեներում։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը տեղեկացրել է, որ սա պլանային ստուգում է։ Շչակների փորձարկումը իրականացվում է արտակարգ իրավիճակների ազդարարման համակարգի ստուգման նպատակով։ Քաղաքացիներին խնդրում են չանհանգստանալ եւ խուճապի չմատնվել։ Սիրիայի Հալեբ քաղաքում սպանվել է հայ ազգի ուսուցչուհի Մարալ Խշուաջյանը։ Նախնական տվյալներով գողության նպատակով բնակարան ներխուժած անձինք դանակահարել են նրան։ Հանցագործները բնակարանից գումար են տարել։ Վերջինս աշխատում էր Հալեպի հայ կաթողիկ վարժարանում որպես ուսուցչուհի։ Դեպքի մանրամասները ներկայումս պարզվում են իրավապահների կողմից։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ նոր դեսպանությունների բացման ժամանակ Հայաստանի դրոշը բարձրացնելը մեծագույն պատիվ է։ Նա հիշեցրել է, որ վերջին տարիներին բացվել են մի քանի նոր դիվանագիտական ներկայացուցչություններ։ 2023 թվականին բացվել է դեսպանություն Լոնդոնում, 2024 թվականին Մոնտեվիդեոյում։ 2026 թվականին Հայաստանը դեսպանություն է բացել նաև Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում։ Նախարարը նշել է, որ Հայաստանի դիվանագիտական ներկայության ընդլայնման գործընթացը շարունակվելու է։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, քաղաքացիներին պետք է հրապարակային ցույց տալ Հայաստանի ձեռք բերած սպառազինությունը։ Նրա խոսքով արդեն մի քանի խմբերի հրավիրել եւ ցուցադրել են նոր ձեռքբերումները, սակայն քաղաքացիների մեծ հետաքրքրության պատճառով որոշվել է գործընթացը դարձնել առավել բաց եւ հրապարակային։ Փաշինյանը նշել է, որ այդ քայլը չի նշանակում ագրեսիվություն եւ իրականացվում է խաղաղության քաղաքականության շրջանակում։ Վարչապետը այս հայտարարությունը արել է Կապանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ։ Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը հայտարարել է պաշտոնից հրաժարական տալու մասին։ Նա ընդգծել է, որ որոշումը բացառապես անձնական է։ Յոլյանը շնորհակալություն է հայտնել համայնքի ղեկավարին եւ գործընկերներին համատեղ աշխատանքի համար։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական նիստում ներկայացրել է իր նոր խորհրդականին։ Քաղաքապետի խորհրդականը նշանակվել Սերգեյ Հովակիմյանը։ Ավինյանը նշել է, որ նոր խորհրդականը կմասնակցի քաղաքային կառավարման մի շարք ծրագրերի իրականացմանը։ Սերգեյ Հովակիմյանը քաղաքապետարանի թիմին կմիանա խորհրդատվական եւ ռազմավարական աշխատանքներում։ Սպուտնիկ Արմենիայի տվյալներով Գերմանիան փետրվարին առնվազն 2 հատուկ չվերթով Հայաստան է ուղարկել արտաքսված քաղաքացիների։ Չվերթներից մեկը իրականացվել է Համբուրգից, իսկ մյուսը Մյունխենից։ Մյունխենյան չվերթով Երևան է տեղափոխվել մոտ 130 մարդ, ՀՀ քաղաքացի կամ ազգությամբ հայ։ Նույն ինքնաթիռում եղել է նաև Վրաստանի
79 քաղաքացիներ, ինչից հետո օդանավը շարունակել է ճանապարհը դեպի Թբիլիսի։ Տեղեկությունների համաձայն արտաքսումները իրականացվում են նաև կանոնավոր ավիաչվերթներով։